Նրանք են Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայացնում Ադրբեջանում։ Պարբերաբար գնում են Բաքու, հանդիպում Ադրբեջանի, այսպես կոչված փորձագիտական համայնքի ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Հետո ադրբեջանցիներին մեր երկրում են ընդունում։ Հայաստանում ադրբեջանցիների հետ վերջին հանդիպումից հետո հայ պատվիրակները շատ ոգևորված են։ Ասում են հայ-ադրբեջանական այս մակարդակի շփումներն արդեն կանոնավոր են լինելու։ Մենք այլևս կարող ենք խոսել ձևավորված ֆորմատի մասին, այլ ոչ թե մեկ անգամյա, երկու անգամյա կամ երեք անգամյա որևէ նախաձեռնության մասին։ Սա իր կանոնները ունեցող, իր այլևս ավանդույթները ունեցող ֆորմատ է, որը շարունակվում է եւ շարունակվելու է։ 3 օր առաջ էր ադրբեջանցիների 19 հոգանոց խումբը ցամաքային սահմանով մտել Հայաստան։ Ադրբեջանցիներին տարել էին Ծաղկաձոր, նրանց ընդունել էր Հայաստանի աղք Արմեն Գրիգորյանը։ Այնտեղ կլոր սեղան քննարկումներ էին կազմակերպվել, ամբողջը պետբյուջեի փողերով։ Ովքեր են իրականում փորձագետ ու լրագրող ներկայացող ադրբեջանցիները, որոնք արդեն ջրի ճամփա են սարքել Հայաստան գալ-գնալը։ Ըստ փորձագետների, նրանք Ալիևի քաղաքականության անմնացորդ հետևորդներն են, որոնք 2023 թվականին բնապահպանական ակտիվիստ ներկայանալով փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Ահաբեկիչներին քաղ հասարակություն անվանելը, ինչպես հայտի ֆիլմում ասում, մեղք է։ Քանի այդ մարդիկ բլոկադայի առաջնագծում էին կանգնած Արցախի, այդ այսպես կոչված այդ քաղ հասարակության ներկայացուցիչներն էին, որ չէին թողնում, որպեսզի հումանիտար օգնություն մտնի Արցախ եւ մանուկները սովահար էին լինում եւ մեծերը հենց նաեւ այդ դրանց շնորհիվ։ Հայ պատվիրակները կառուցողական են համարում ադրբեջանցիների հետ հանդիպումները։ Բայց միևնույն Ասում են, վերջապես կարողանում են իրենց ուզող հարցերը տալ ադրբեջանցիներին, քննարկումներ ունենալ, նույնիսկ տնային առաջադրանքներ են ունենում։ Կողմերը բացի բունես հանդիպումներից նաև անում են բավականին լուրջ տնային աշխատանք։ Մենք մեր երկու երկրներում համապատասխան ուրեմն պատվիրակությունները հանդիպումներ են կազմակերպում այդ երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, մեդիայի հետ, փորձագիտական համայնքի հետ, քաղաքացիների հետ, ուրեմն այսպես այլ մարզային համայնքներում այցելություններ են պլանավորվում, այսինքն այս բոլոր ուղղություններով նախաձեռնությունները աշխատում են հնարավորինս ընդգրկուն միջավայր ձևավորելու համար։ Ոչինչ չի կարող թունավորել ադրբեջանցիների հետ ստեղծված կառուցողական մթնոլորտը։ Նույնիսկ Ադրբեջանի նախագահի հերթական հոխորտանքները հայերի հասցեին։ Նախագահ Ալիևի ելույթից ինչ որ կտորներ էին դուրս գալիս մամուլում, օրինակ ես շրջվում էի իմ կողքի գործընկերուչի եւ ասում էի, տես, ձեզ մոտ այսպիսի բան են ասել պետական մակարդակով, տես, այսպիսի սոցիալական մեդիայով նյութեր են շրջանառվում։ Ուզում եմ ասել, մենք այնտեղ չենք, որպեսի պատասխանատվություն կրենք կողմերի այս կամ այն քայլի համար, մենք այնտեղ ենք, որպեսի խոսենք իրար հետ, որ իրենք հասկանան, որ մենք տեսնում ենք, ֆիքսում ենք։ Անցած շաբաթավերջին է Ալիևը թարմացրել Հայաստանին ուղղված սպառնալիքները նորից առաջ տանելով արևմտյան Ադրբեջան գաղափարը, ըստ էության բացառելով, որ ազատ կառցակի Բաքվում պահվող հայ ռազմաքաղաքական ղեկավարներին։ Ալիևը ոչ մի խաղաղության էլ չի գնում։ Ալիևը եթե գնար խաղաղության, ինքը նման կերպ չէր արտահայտվի։ Սա շոու է, հանգստացնելու հայ հասարակությանը եւ ցույց տալու, թե գիտեք, ամեն դեպքում կարելի է ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել եւ այլն։ Ադրբեջանցիների եւ Ադրբեջան պետության հետ հնարավոր կլինի խոսել խաղաղության, իրական խաղաղության մասին միայն այն ժամանակ, երբ պետական եւ պաշտոնական մակարդակներում հայացիացությունը Ադրբեջանում կարգելվի։ Երբ այդ ֆաշիզմը, որ կա հայ ժողովրդի հետ կապված, կարգելվի, քանի դեռ դպրոցներում հայ ռազմագերու ձերբակալության այսպես բեմադրություն է կազմակերպվում եւ քանի դեռ առաջին, երկրորդ, երրորդ դասարաններում, մանկապարտեզներում հայ ժողովրդի նկատմամբ թշնամանք է սերմանվում, խոսել խաղաղության մասին, սա ուղղակի ծիծաղելի է։ Իրականում, ըստ Գրիգոր Բալասանյանի, խաղաղության կամուրջ նախաձեռնության նպատակն է հայ հասարակության աչքին սովորական դարձնել հայ-ադրբեջանական շփումները, ադրբեջանցիների մուտքն ու ելքը մեր երկիր։ Լրագրողական այցերը դրանք արվում է սահմանափակ շրջանակների համար եւ այդ մարդիկ ոչ թե արտացոլում են հայ ժողովրդի հավաքական կարծիքը, այլ այդ մարդիկ ագիտատորներ են Հայաստանից ցավոք սրտի, որոնց ագիտացիան չի ծառայում Հայաստանի Հանրապետությանը, ծառայում են մեղ անձնական, մեղ խմբակային ինչ-որ շահերի, այդ խմբերը ըստ էության ոչ մի ընդհանուր կապ չունեն Հայաստանի հայկականության եւ հայ ժողովրդի ապագայի հետ։ Լիլիթ Գասպարյան, Հենրիկ Համազասպյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։